9:30 բարի գալուս Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Եվ բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ ենք ողջունելու բոլորիդ եւ իհարկե մաղթում ենք առավոտից լավ տրամադրություն, հատկապես որ հանգստյան օրերը սկսվել են եւ այս հանգստյան օրերը որոշակի առումով նաեւ յուրօրինակ են։ Իսկ այսօրվա երաժշտական առավոտը ինչպես միշտ կներկայացնեն Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Անփոփոխ զույգ երաժշտական առավոտի պարագայում։ Անփոփոխ եթերաժամ նաեւ ժամ ու կես ռադիոհամերգ եւ այն էլ կենթանի ֆորմատով։ Եվ միշտ շաբաթ առավոտյան, այնպես որ ձեր հանգստյան օրերը սկսում եք շատ ճիշտ նոտայով։ Հենց մեզ հետ միասին, որովհետև երաժշտախմբերը, երաժիշտները, արտիստները, որ գալիս են մեզ մոտ, ամեն ինչ անում են, որպեսզի ձեր տրամադրությունն էլ ավելի բարձրանա եւ առավոտից ունենաք միմիայն հաճելի, լավ էներգետիկ դաշտ։ Եվ հաճելին ենք խոստանում եւ իհարկե տոնականն ու հանդիսավորը։ Այսօր մի տեսակ շատ տոնական եթեր է ստացվում եւ մենք էլ ենք դրանից ողջևորվում, հատկապես երբ գալիս ենք եւ տեսնում ենք, որ մեր այս շքեղ ու շատ մեծ ստուդիան բազմամարդ է։ Դե իսկ ինչ հյուրեր ունենք, հենց հիմա կտեսնեք, կփոխվի պլանը։ Մեր լայվի դեպ լայվը գործարկված է մուտ գործեք armradio.am եւ մեր լայվում դուք տեսնում եք Արցախ ջազ նվագախումբը եւ իհարկե մեր շատ հարգելի հյուրերը, Հանրապետության ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանին եք ուզում ողջունել առաջինը, բարի լույս։ Մեզ համար մեծ պատիվ է։ Մեծ պատիվ է կրկին հյուրընկալել մաեստրոին։ Արցախ ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր Տիգրան Լալայան, բարի լույս։ Կրկին բարի գալուստ մեր ստուդիա։ Շատ սիրելի մեր գործընկեր երգիչ Արթուր Իսպիրյանն է տաղավարում։ Բարի լույս, կարծես Արթուրի մոտ այս վերջերս սովորություն է մեզ ուղիղ եթերում հյուր գալ։ Եւ այս ավանդույթը թող պահվի։ Պիտի ասեմ այնքան է ված սովորություն։ Շատ լավն է, էլի մեզ էլ դուր եկավ։ Մենք միայն ուրախ ենք, մայստրո Վարդազարյանի դուստերն է մեզ հետ, Աննա Վարդազարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Իմ աղջիկն է։ Հա, մենք գիտենք։ Շատ հմայիչ աղջիկ ունենք։ Ողջունում ենք բոլորին, մենակատարներին, երաժիշտներին, ովքեր կրկին մեր այս առավոտ մեր տաղավարում են։ Արդեն տեսակ թե որքան բազմամարդ է մեր ստուդիան, այնպես որ հասկացաք, որ հրաշալի եթեր է սպասվում, իսկ այլ փակագծեր, ինչ վերաբերում էր տոնականին եւ այլն։ Այո, քիչ անց մենք քիչ կբացենք այդ գաղտնիքները, հարգելի ռադիոլսողներ։ Սկսենք զրույցը պարոն Լալայանի հետ, ինչ ճանապարհ է անցել Արցախ ջազ նվագախումբը, որպես հիմնադիր եմ հարցնում ձեզ։ Եվ քանի տարվա պատմություն ունի։ Նվագախումբը իրականում հիմնադրված է Արցախում 2002 թվականից սկսած եւ միջ այս ավելի կարճ ամփոփեմ այդ նույն ճանապարհը շարունակվում է ոչ դավաճանելով այդ ամենը եւ հիմա մեզ բախտ վիճակվեց նաեւ ելին գտնվել ձեր ստուդիայում, ինչի համար շնորհակալություն եւ այսպիսի մարդիկ, որ իմ մոտ գտնվում են 18 թվականից սկսած Մարտին Ցոլակիչի հիշում եմ Հոբելյանը մենք նշեցինք Ստեփանակերտում մեծ համերգ էր 3 ժամանոց մոտավորապես Այն ինչպես սկսեց համագործակցությունը մայստրոյի հետ եւ նաեւ մեր մյուս հարգելի հյուրերի հետ Այդ մասին ես ասեմ Խնդրեմ մայստրո ջան Ուրեմն Արմենի Հետամիրյան որը այդ ժամանակ ԿԳՄՍ նախարարն էր պայմանավորվել էինք որ 81-ից կանենք 2 համերգ Էստրադային համերգ մեր ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ Երևան Դերզինկյանի ղեկավարությամբ եւ սիմֆոնիկ համերգ, որ սիմֆոնիկ գործերս էլ հնչեն գոնե տարին մեկ անգամ։ Բայց աստղերի դասավորությունը այնպես եղավ, որ փոփոխություններ եղան եւ այդ փոփոխողների մոտ երևի հնարավորությունը չկար կամ տեղյակ չէին եւ այդ մոռացվեց։ Մեկ էլ հանկարծ զանգ Ստեփանակերտից Բարև ձեզ, ես Տիգրան Լալայանն եմ, այսպես, ուզում ենք ձեր ծննդյան օրը նշել համերգով մեր։ Այստեղից սկսվեց մեր փոխադարձ ստեղծագործական եւ ընկերական եւ մարդկային հարաբերությունները։ Չմոռացվեց էլի ձեզ էր թվում, որ այլ ուղղությամբ, այո, անմոռանալի է եւ դրա համար հատուկ շնորհակալություն։ Հասկանանք պարոն Իսպիրյանը մեր գործընկերը ինչպես կապվեց այս հրաշալի խմբի հետ եւ ինչպես է համագործակցում։ Նախ ուզում եմ ասել, որ արդեն 50 տարի եւ ավելի է որ ճանաչում եմ Վարդազարյան ընտանիքին, քանի որ ես սովորել եմ Եղիշե Չարենցի դպրոցում։ Բայց ինքը հələ 42 տարեկան է։ Հա, գիտենք, հա։ Եղիշե Չարենցի դպրոցում եւ իմ դասընկերուհին դիմացի հարևանն էր։ Մեր Հասմիկը իմ դասընկերուհին էր եւ Դուք էլ անդադար գնում մենք էլ շատ մտերիմ էինք, որովհետեւ իմ դասերը Հասմիկներ հիմնականում անում։ Ձեր փոխարեն։ Իմ փոխ, հա։
Եվ միշտ դասից հետո գալիս ենք իրանց տուն եւ Աննային հիշում եմ եւ փոքրիկ աղջիկ էր եւ երգում էր հրաշալի ձայն ուներ, հիշում ես Աննա, մորե Երկացնում էին, կանգնեցնում էին, ասում էին, «Այդ երկի, ես երկում»։ Խելոք երգում էիք, բայց ինչի հետո դա բեմ չգնաց մեծ։ Բեմ գնաց, Մեծ Չէ, բեմ։ մեծ բեմ չգնաց, որովհետև ես բայց ընդհատեցի կներեք, բայց ջազ ակումբը ջազ մեծ ակումբներում եւ ջազային Ես համերգներում ուրիշ բան նկատի ունեի, դուք ինձ Ես հասկացաք։ հասկացա, այո։ Դե որովհետև մանկուց ինձ արդեն որոշված էր, որ ես պետք է դաշնակահար դառնամ։ Ձեր փոխարենային որոշել։ Դե այն ժամանակ Եթե այդպես Պագանինի հայրը Չորոշել։ եւ Մոցարտի հայրը չորոշեին, մենք չէինք ունենա Մոցարտ եւ Դե Պագանինի։ լավ։ Ես ընդհանրապես երազում էի բալետի մասին։ Հա, բայց դե մի քիչ Բանն է, ինձ հա, Բայց շատ ճիշտ որոշում դե կլիներ։ Չայկովսկու անվան դպրոցը իմ Բալետի կողքը գնացիք։ Չէ, Սայաթնովանա բալետի։ Կարևորը որ հիմա չեք զղջում, ամեն ինչ Բայց առաջ խորեոգրաֆիկը երաշտական 11, այդ մասին ես շատ եմ ասել, եւ երաշտական ուսումնարանը նույն շենքում էին Ամիրյանի անկյունը։ Այո։ Եվ այդ հրաշալի մի հատ սրճարան կար Արգիշտի, մեր լեգենդար սրճարաններից էր, հենց այդ վերևի հարկում, ամենավերևի հարկում ապրում էր մայեստրոն իր ընտանիքով։ Հայրս էր ստացել 39 թվականին։ Շատ լավ շենք էր, բայց հիմա հարևաններից ներողություն եմ խնդրում, բոլորին չի որ ճանաչում եմ։ Դե նորմալ է, ոչինչ, փոխվում են հարևանները, ժամանակներն են փոխվում, Մենք էլ ենք ավանդույթներն են փոխվում, այնպես որ դա նորմալ է, բայց ամենակարևորը որ ընկերությունն է հարատև եւ այս պարագայում կարողանում եք սիրուն գեղեցիկ հարաբերությունները պահել, աճեցնել, զարգացնել ու այսօր դրա բառապատությունն է, որ բոլորը տեստեղ եք։ Այո, իսկ Տիգրան Լալայանին ես շատ վաղուց հետևում էի եւ հպարտանում էի իրենով եւ այնպես ստացվեց, որ հանդիպեցինք Երևանում Ջազային փառատոնի ժամանակ, որը կազմակերպվում էր Լևոն Մալխասյանի եւ Կապետարանի նախաձեռնությամբ, մասնակցել են նույնպես եւ ոչ միայն Հայաստանում, Կույբշևել եք գնացել, չէ՞։ Սոչի, Ռոստով։ Սոչի, Ռոստով գնացել են եւ բարձր են պահել Արցախ բենդի պատիվը։ եւ Գեցեք։ նույնպես Երևանում բարձր են պահում Արցախ բենդի պատիվը եւ օրեցօր ես տեսնում եմ այդ պրոգրեսը, այդ ողջավորությունը, ոնց որ հպարտանում եմ օրկեստրով, Տիգրան Լալայանով, իր աշխատասիրությամբ, ավելի աշխատասեր մարդ, ճիշտն ասած, ես չեմ տեսել մեր երաժշտական։ Ես կասեի ավելի շատ Ասպարեզում։ երաժշտությանը այդքան նվիրված, Շատ որովհետեւ նվիրված։ համախմբել մարդկանց նորից Դադարից հետո այո, կրկին բավականին խաղաղ բարդ խումբը։ աշխատանք է հաշվի Շատ առնելով, բարդ։ որ տարբեր տեղերում են երաժիշտները եւ այլն։ Որի համար շնորհակալ եմ։ Կազմը փոփոխվել է, թե ոչ։ Այո, կազմը շատ է փոխվել, որքան հասկանում եմ։ 2 տարի արդեն ինչ, կարծեմ 2 տարի առաջ ենք, չէ՞, Այո։ ստուդիայում։ Հիմա ես ուզում եմ ավելի նոր ինֆորմացիա տալ, 1 տարի է արդեն, ուղիղ 1 տարի է մեզ այս ամեն ինչի համար շատ մեծ մեծասիրտ մարդ Յուրի Լյուդվիչ Նավոյան, որ մեզ հիմա որպես գործընկեր է հանդիսանում եւ իր շնորհիվ մենք ունենք համ փորձասենյակ, համ հնարավորություն աշխատելու առանց ժամերի նայելու եւ ինչ որ ստաբիլ հստակ ինչ որ մարդիկ աշխատավարձ են ստանում։ Սա աշխատանք որպես դիտարկի։ Որպես աշխատանք եւ այդ հիմքի վրա ես շատ շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերին Յուրի Լյուդվիչին, որտեղ ինքը մեզ վերակենդանացրել է նաեւ ինչպես որ սկզբից հենց Արտուրը, Իսպիրան եւ մնացած մարդիկ։ Եվ այստեղ նոր հնարավորությունները բերել են նոր հույս, էնտուզիազմ, ոգեշնչվածություն, որով կստեղծվեն նոր ներկայացումներ, հա, համերգներ։ Այո, միանշանակ Ակտիվ մարտական տրամադրված եք։ Այո, հենց այդ պատճառով մենք առաջի ելույթ անցած տարի ունեցանք Մոսկվա Jazz Fest-ում եւ ես ամեն մեկի բոլորին ուզում եմ անհատական շնորհակալությունս հայտնել մեր նվագախմբի, որ իմ ճիշտն ասած Արտուրը նշեց, որ աշխատասեր եմ, նաեւ գումարեմ մի քիչ էլ այդ խստությունս ինձանից վերա աշխատանքի ժամանակ, որին միշտ Բնավորությունը այնքան էլ լավ չի։ ներողություն անդադ խնդրում ինձ հետո ջանաս մի քիչ հանգիստ պահի քեզ եւ այլ նվագախումբ վերջապես
ինչ էլ հասնեք մեկը ալի աշխատանք անելու։ Դե միշտ այդպես է։ Այո։ Ձգտել կատարելագործմանը եւ հստակ իմանալ, որ պիտի գնալ առաջ, բայց կատարելությանը հասնել պետք չի։ Չենք էլ կարող ուզենք էլ, էլի։ Եկեք սկսենք մեր այսօրվա ռադիոհամերգը, որտեվ նյութը շատ է, պիտի հասցնենք ամեն ինչ ներկայացնել։ Ասա Արթուր ջան։ Ես ճիշտն ասած մեր քարյակի կողմից ուզում եմ ներողություն խնդրեմ մեր սոլիստներին, որ Մեջքով եք նստած։ նստած, գեղեցիկ։ Բայց կարևորը բոլորը կադրում են, բոլորը Այո, երևում են իրենց այո։ գեղեցիկ ժպիտներով։ Ինչից ենք Ինչ սկսում, ենք ինչ եք լսում լսում։ առաջինը։ Մենք նվագենք Hey Jan Երևան, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունը հայտնի, բայց երանգավորումը, որը որ արել է Մարտին Ցոլակիչ։ Մայստրոյի Ժամանակին, երբ որ պետական ջազ նվագախումբը գնալու էր Չեխոսլովակիա, Օրբելյանն ինձ առաջարկեց մի որևէ երևանյան թեմայի վրա մի բան գրել, ես կանգ առա այդ Ջան Երևանի վրա եւ դարձավ այսպես պարաֆրազ։ Ջան Երևանի հիմա Շատ վրա։ ակտուալ մի Դարձավ շատ սիրված Շատ ստեղծագործություն, սիրված, որը տարիներ շարունակ հնչում է մեր եթերում։ Լսենք, խնդրեմ, Սկսենք մեր համերգը։ այո, կսկսենք, ասեմ, որ մեր ռադիոլսողները հենց ծրագրի ամենասկզբից շատ ակտիվ էին եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեկնաբանությունների համար։ Facebook-յան հարթակում լայվի տակ այնքան մեկնաբանություններ կան, այնքան ջերմ խոսքեր կան, մենք դրանք անպայման կընթերցենք, ոչինչ մեր աչքից չի վրիպում, շարունակեք լինել այդքան ակտիվ։ Եվ հիշեցնենք այս առավոտ մեր ուղիղ եթերում Արցախ ջազ նվագախումբն է։ Ծափարություններ հնչում այս բան մեր եթերում։ Արցախ ջազ նվագախումբն է մեր ուղիղ եթերում եւս մեկ անգամ հիշեցնենք եւ շատ հրաշալի ստեղծագործությամբ մեկնարկեց մեր այսօրվա ռադիոհամերգը։ Դե արդեն հասկացաք, չէ, որքան հաճելի ու հագեցած է լինելու մեր ծրագիրը այսօր, որովհետեւ նման ստեղծագործություններ, նման մեծ նվագախումբ եւ իհարկե նման մեծություններ մեզ հյուր են եկել այսօր եւ փորձելու են զարդարել իհարկե ձեր առավոտը։ Երկու տիգրանների միջև բոլորը կարող են պահել երազանք։ Իմիջիալոց երկու գանգուրների միջև էլ կարող եք երազանք պահել։ Պարոն Լալայան, ինչ է փոխվել երաժշտացանկում այս տարիների ընթացքում, եթե համեմատենք, երբ վագախումբը նոր էր կազմավորվում։ Եվ ովքեր են այն մարդիկ, ովքեր հիմնական մեծ ազդեցություն են ունեցել այս երաժշտացանկի ձևավորման հարցում։ Ես եթե նորից վերադառնամ Ստեփանակերտ, այդ թվականներից ինձ շատ օգնել են անհատական երաժիշտներ, որոնք Թադևոսյան Դավիթն են, Երևանդ Մարգարյան շեփորահարները,
Ռոման Շահինան հարվածային ցանկը մեծ է, շատ մեծ է, ես հիմա չեմ կարող, այսինքն իրենց շնորհիվ Արթուր Գրիգորյան սաքսոֆոնիստ Երզնկյանի մոտ պարոն Երզնկյանի մոտ էլ էր նվագում մայստրոյի եւ իրենք ինձ շատ մեծ օգնում էին այդ պատյոմը ստեղծել, որտեղ այնտեղ չկար տենց բազա ջազային քոլեջ, ջազային մտածելակերպ կա, բայց ինչպես այդպեսին դպրոց չկար։ Եվ ինքը բենդս դարավ համ ինստիտուտ որպես ջազային սվինգի հասկացողություն ինչպես պիտի նվագվի եւ այլը, то есть մենք միասին ուսումնասիրում ենք եւ պարտիտուրաները Իսկ այն նյութը, հա, ինչ ենք նվագելու, այդ հարցը որ ծագում չեք ասում։ Իսկ մամլա դժվար հարցներ էլի դրա։ Առաջ չկար ինտերնետ, որ կոնոպկեն սխմես, լսես եւ ռասպիչատես, ասինքն տպել։ Ես հատուկ Ստեփանակերտից եկա հասա Երևան, Հյուսնոցի մոտ, Երևան Երզնկյանի մոտ, իրենք ինձ տրամադրեցին մատերիալ, որից ես պիտի արտագրեի անգամ պարտիաները, մեծ սիրով այդ արեցի, ինչպես որ բոնուս են շահում, ես չնայած այդ բոնուսները չեմ սիրում այդ խաղերը եւ այլ, բայց այդ սյուրպրիզը իմ համար գիշեր-ցերեկ արտագրում է ու այնպես բան վիճակում վերադառնում է Ստեփանակերտ, այնպես փայլում ու ամեն օր առանձին ացեկներով, սվինգը բացատրելով, օրինակներ բերելով, ինչ որ քաղաքից դուրս գնալու, то есть ապրում էինք այդ ամբողջը ու տենց օրից օր աճում էր մեր այդ որակավորումը։ Մի հատ մեզ հայտնի գաղտնիք ասեմ, պիտի հետևողական լինես քո աշխատանքիդ։ Ինչ խոչընդոտներ առաջանա, դու չպիտի դավաճանես քո նպատակին ու քո նպատակը ինքը քեզ բերեմ բերք, այսպես ասեմ։ Բայց փաստորեն բավականին ծավալուն աշխատանք եք կատարել, հաշվի առնելով, որ իր մեջ նաև ներառել է շատ կրթական բաղադրիչ, ոչ միայն ստեղծել նվագախումբ, ստեղծել որոշակի գործեր, որոնք պիտի նվագվեն ու ներկայացվեն հանդիսատեսին, այլև բերել կրթական որոշակի բազա։ Եվ աշխատել են։ Ստացվում է սովորելու ընթացքը եղել է պրակտիկ դաշտում ամբողջությամբ, հենց գործնական։ Այո, հենց այդ երկու միքսը, որ երևի աշխարհում հազվագյուտ դեպքեր է։ Շատ դժվար բան է։ Համ պիտի սովորեն, համ էլ աշխատեն եւ շատ կարճ ժամանակում ինքը պետական որ ստատուս ստացավ, ի շնորհիվ այդ աշխատասիրության եւ նվագախմբի նվիրվածության եւ հաջողություն, այո։ Դե հա, աշխատասիրությունը, համառ աշխատասիրությունը իր հետ բերում է նաև հաջողություններ, դա ուրիշ տարբերակ չկա։ Այս պարագայում պիտի ասենք դատապարտված է հաջողության։ Եվ այստեղ on-line հարթակում շատ են գրառումները, ինչը իհարկե ողջունելի է ու մենք շատ ուրախանում ենք, երբ ռադիոլսողները առանց որևէ բանի մի անգամից սկսում են ակտիվանալ ու ունեք շատ ջերմ ողջույններ։ Ես շատ արագ մի քանիսը ներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Էդիկ Բաբուջյանն է մեզ ողջունում, առանց Էդիկի չենք էլ կարող սկսել մեր եթերը, ասում է ինչպիսի աստղաբույր։ Եվ այո, նրանք առավոտից այսպես հուզվել են։ Էդգար Սիսակյանն է ողջունում, Հերիկ Նասկարյանն ասում է բարի լույս, բարի ողջույն իմ շատ սիրելիներ, մեծ ողջույններ մեր հյուրերին։ Նինա Օգանեսյանն ասում է իմ հզորներ, միշտ առաջ։ Չգիտեմ ում բարեկամն է Նինան։ Բայց ասում է կարևորը Կապյան անունով օգտատերը մեզ ողջունում է, Սահակն է Սարգսյան ասում ջան բարի լույս բոլորին, տաքացրել ու ջերմացրել եք արդեն ռադիոլսողների հոգիները։ Սևադաշը Հոյանն է ասում է շատ սիրելի մայստրո ջան, միանգամից բացեցիք փակագծերը, մենք այդ ինտրիգը մի քիչ ուզում էինք պահեինք։ Ինչ անեմ, կարդամ, թե սա թողնենք հետո կարդանք։ Չէ, Հետո Սևադա ջան, ձեր մեկնաբանությունը ավելի ուշ եմ կարդալու, ինտրիգը պահում ենք։ Այ ֆիքսեցի ինձ մոտ, որ հանկարծ չկորցնեմ։ Արմինե Հովսեփյանն ասում է բարի նախատոնական օր բոլորիս, հարգանքներս ձեր բոլոր հյուրերին։ Ահա, խոստովանում էլի Հա, ուղղակի ասում է, լավ, այս պարագայում կարդամ սա հիմա, հարգելիներս ձեր բոլոր հյուրերին ողջունում եմ, բայց ես պիտի գաղտնի իլուր աշխարհի Սեր խոստովանեմ Մարտին Ցոլակիչին, Մարտին Ցոլակիչ ջան, ես հիացած եմ ձեր մարդ տեսակով, ձեր էներգետիկայով, երկար առողջ կյանք ձեզ։ Մեր մշտական ռադիոլսողներ։ Արդեն արդարացրել եք, որ նման խոստովանություն կա։ Սուրփիկ Նիկոլաոնով օգտատերը ձեզ բոլորի ջերմ ողջունում է Սիդնեից, մեր հավատարիմ ռադիոլսողն է, մենք գիտեք, որ ամբողջ Սփյուռքը լսում է Հանրային ռադիո եւ յուրատեսակ կամուրջ ենք ու ինչ որ չափ նաեւ կարոտն են հաղթահարում հենց նմանատիպ հաղորդումների միջոցով եւ Մարգարիտան է ողջունում, էլի
Այս Մարգարիտա ջան, այս ինտրիգը դեռ պահում ենք, այնպես որ չեմ կարդա։ Մի փոքր Մի քիչ համբերություն սպասեք։ եւ ամեն ինչ տեղը կընկնի։ Բայց ոնց որ թե երկար չենք կարող այս ինտրիգը պահել, որովհետև կարդում են Արի հաջորդ մեկնաբանությունը։ կատարումից հետո։ Հաջորդ կատարումից հետո ինձ թվում է մենք Մենք կանցնենք Հիմա գործի։ ինչ կատարի։ Մենք կատարենք սերդ պահպանիր Հա։ երգ։ Դու կնվագես։ Ես ուզում եմ ձեզ առաջարկի։ դե նվագեք, մայստրո, հազիվ եկել եք մեզ հյուր։ Մենք պիտի ամեն ձև Վայելենք ձեր վայելենք ձեր ներկայությունը։ ներկայությունը, ձեր կատարումները։ Կներկայացնեք մեր գեղեցկուհուն։ Մարիա Խանդարյան, Հաճելի է շատ, Մարիա, խնդրեմ։ Եվ խոստովանի կյանքի դիմասն է նա սերն է որ մարդկանց վարույս է տալիս գեղեցկացնում միշտ թե գործնես կես կպատի անհունվի թե դավաճանում ես Սերը թաքցնես դու ողողտում ես քեզ բայց քարց է դառնում կրկնապատիկ այս սերը որ կիսվում է Սերն առաջինն է միակը Հույս և խնդության առադախպյուրն է նա Թոթորկոտ ծովում անմար փարոս է նա Նուր ծաղկի նման հողի ջերմության արձագանքում է Եվ խստաշուս ձմռան ցրտին ծաղկում է Ես սիրում եմ քեզ հավերժական խոսքեր Ես սիրում եմ քեզ միշտ պատանի խոսքեր Ծնվում են նրանք լոկ մեկ անգամ երբ իսկական է սերը Խոսքն առաջինն է միակը Ես սիրում եմ քեզ հավերժական խոսքեր Ես սիրում եմ քեզ միշտ պատանի խոսքեր Ծնվում են նրանք լոկ մեկ անգամ երբ իսկական է սերը Խոսքն առաջինն է միակը Սերդ պահպանի Սերդ պահպանի Սերդ պահպանի Այսպիսի ծափարություններ եւ մեզ մոտ տաղավարում եւ իհարկե վիրտուալ տարբերակով
Այո։ Երաժշտական առավոտն է հանրայինի ուղիղ եթերում եւ մենք այսօր վայելում ենք Արցախ ջազ նվագախմբի կատարումները։ Եւ քիչ առաջ վայելեցինք հրաշք գեղեցկուհու անզուգական կատարումը։ Շնորհակալություն ենք հայտնում առանձնահատուկ, հետաքրքիր նաեւ տեմբրային հնչողություն կար եւ on-line հարթակում իդեպ նաեւ Արեն Աղաջանյանն ասում է շատ լավ են նվագում։ Էնպես որ ձեզ էլ ծափահարություն։ Այո, ծափարում եք։ Այսօր շատ են լինելու ծափահարությունները եւ անակնկալներ, առիթներ։ Մեր ռադիոլսողները մենք մտածում ենք ավելի ուշ կանենք դա, բայց քան բոլորը գրում են on-line հարթակում։ Հիմա պետք է բացենք ինտրիգը։ Մայստրոն քիչ առաջ պատմում էր ինչպես է ստացել զանգ եւ առաջարկ նշելու Արցախում իր 80-ամյակը ծննդյան, բայց այսօր այստեղ Երևանում հանրային ռադիոյի ուղիղ եթերում մենք ունենք առիթ շնորհավորելու ձեզ ձեր ծննդյան 88-ամյակի կապակցությամբ։ Եվ այստեղ ձեր օգնության կարիքն ունենք, պիտի երգեք։ Գնացինք տարեդարձը։ Ես որ երգեմ, ռադիոլսողները էլ մեզ չեն նայի, դրա համար դուք պիտի երգեք։ Դե սկսեցինք տարեդարձ է, այսօր այս հնչյունների ներքո Եվ իհարկե ծննդյան տորթը մեր ուղիղ եթերում հատուկ մայստրո Վարդազարյանի համար։ Ես իրենք չէին փորձել ուղակի տեղում նվագեցին։ Շնորհավորում ենք մայստրո։ Իսրտ է շնորհավորում ենք մայստրո ջան։ Ես գիտեմ, որ շատ են լինելու շնորհավորանքներ կապված առողջության, հաջողության հետ։ Դրա համար ես ուզում եմ մաղթել, որ շարունակեք լինել այդքան հոգով երիտասարդ, շարունակեք լինել այդքան հումորով, այդքան ինքնատիպ ու այդքան սիրելի։ Մենք էլ վայելենք ձեր յուրաքանչյուր ներկայացումը մեր եթերներին կյանքում։ Իրականում ուտելու տորթ է, կարող եք կարդալ, մաղթանք կա այստեղ գրված ձեզ, մայստրո ջան, այս ներքևի հատվածում գրված է։ Խարաշկերս լավ չի տեսնում։ Հիմա մենք կկարդանք։ Հիմա մենք ձեզ կօգնենք, ոչինչ։ Սիրելի մայստրո, ձեր երջանկությունը հավերժ է, երաժշտությունը հավերժ է մեր սրտերում։ Շնորհակալություն։ Էստող մնա ես հետս կտամ։ Դուք կարող եք ձեզ հետ տանել, փաթեթավորենք։ Դե դա եթերից հետո, թող հիմա մնա մայստրո ջան։ Այ այստեղ թող մնա, ահա։ Ամենաճիշտ բանն էր, որ արեցիք, բայց այսքանով անակնկալները չեն ավարտվում, մայստրո։ Մայստրո ջան, այսքանով անակնկալները չեն ավարտվում եւ իմ գործը, խնդրեմ։ Նախապատրաստվեի, վալիդոլ վերցի։ Մենք հատուկ այնպես արեցինք, որ չնախապատրաստվեք։ Ես մեր նվագախմբի ևս նորից անունից կտավ, որը կխնդրեմ ես ուղիղ եթերով պատրեք ու բացեք տեսնեք։ Բացեք կտավը ուղիղ եթերով, թող բոլորը տեսնեն, թե ինչ է նվիրում Տիգրան Լալայանը։ Ոնց է բացվում։ Ահա կյանքում ասես բաներ չեն բացել, ինձ որ չգիտեմ ոնց են բացել։ Այսպիսի անակնկալներ մեր ուղիղ եթերում։ Ատեղից դուրս եկավ։ Ինչ անշանում հանացի մոտեցումը գործին։ Քանդելու համար միայն։ Տեսնենք ինչ կտավ է։ Պատրում է։ Հա։ Բայց ես հետ չեմ կարծում։ Wow. Oh. Թափահարություններ։ Արցախ ջազ նվագախմբի կողմից է կտավը ստորագրություններով բոլորը եւ իհարկե մայստրոյի պատկերով։ Շնորհավորում ենք։ Հիմա այստեղ պիտի ասենք սլեդույշի։
Հաջորդը Արթուր ջան։ Ահա։ Հաջորդը։ Նվերների շքերթը շարունակվում է, Պաստեն, ուղղված մեր անվանի հոբելարին, Անի մայստրո որ Մարտին Վարդազարյանին։ այսօր նաև Սուրբ Ծննդյան օրն է, ես ընտրել եմ Սուրբ Ծննդյան գույները։ Ահա։ Այ այստեղ լայվը իր առավելություններն ունի, տեսնում եք հիմա ինչ է կատարվում մեր Այո, էլի մայստրո։ Ես կուզենայի նշել, որ հանրային ռադիոյի իմ սիրած հաղորդումներից մեկը դա 15 րոպեն քիչ է, Այո։ որը Թե վարում է այո։ Եվ իրոք քիչ է, իրոք քիչ է։ Մարտին Իրենց Վարդազյանը եւ Ռուբեն Մաթեոսյանը։ Ռուբենը այնքան բան գիտի, որ չի թողում ես խոսամ։ Բա ինձ թված ասելու եք այնքան շատ է խոսում, չի թողնում ես Չէ, խոսել։ բայց այնքան բան գիտի իսկապես, ես էլ եմ նորություն իմանում իրական։ Ահա դա բացել է կարող ժամանակ տևի։ Ասում ձեզ մեծ հատ մկրատ պետք է պահեք։ Ես բերես մկրատն է բերեիր էլի։ Անկեղծ ասած, սա առաջին դեպքն է, որ այսքան նվերներ ենք բացում մեր ստուդիայում, այնպես որ սրանից հետո հաշվի կառնենք, որքան հասկանում ենք ռադիոյի է։ Բայ։ Այո, Այ, շատ յուրահատուկ Լավ ռադիոն էլի, տնի չէ, թեյնիկ արտուրիստներն ռադիո են։ է։ Այսպեսի բան չէի տեսել։ Բայ ջան, ես ինչ լավն է։ Ռադիո եւ թեյնիկ թո թեյը եւ հանրային ռադիոն միշտ անպակաս լինեն։ Անկեղծ ասել, միայն Արթուրը կարող էր նման օրիգինալ նվեր տալ։ Համեցեք թեյ խմելու։ Նոր թեյնիկ հրաշալի։ Եւ առաջի թեյը դարման այս Նույնիսկ թեյով է եկել Արթուրը։ ձեր երկերից վերջի Պատրաստված երկերից ենք։ մեկը դարարարա դարման տար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 رար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 ar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 
Անակնկալներով, նվերներով լի մեր ուղիղ եթերը։ Վայ նույն գույնի է։ Ահա, շարունակենք։ Ահա, այսպես է բացվում։ Կարող ենք հաճելի ավանդույթ ձևավորել մեր եթերում, միշտ նվերներ այսպես։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մայստրոին, ծափարում ենք դարձել։ Եվ վստահ եմ, որ ոչ միայն հաջորդ կատարում, այլև բոլոր կատարումները այսօր նվերելու ենք մեր մայստրոին։ Մայստրոին ենք նվիրում, այո։ Ինչ եք նվիրում հիմա։ Հիմա մենք կնվիրենք Մարտին Սուհակիչի իրան իսկ ստեղծագործությունը, որ կոչվում է Խաչմերուկ, միջալուց մեր փորձասենյակը գտնվում է Փափազյան եւ Կոմիտասի Խաչմերուկում։ Այնց այդ խաչմերուկի մասն էլ գրել էի ես։ Մի բան կարելի է Տիգրան ջան։ Այո։ Ես առաջի անգամ եկա փորձասրա եւ հիշեցի, որ Արթուր Գրիգորյանի Ազատ ժամանցը հենց այդտեղ մենք առաջի անգամ 89 թվականին հա, երեք առաջ օրը մենք այդտեղ ենք սկսել մեր գործերը։ Ես հիշում եմ Ազատ ժամանցը, հենց այդտեղ ինչ սիմվոլիկ է որ հա Շատ խորհրդանշական է։ Լսենք։ Ժամանակը հոսում է դանդաղ, բայց անցնում է շատ արագ։ Այո։ Այդ ես չեմ ասա, ինձանից խելոք մարդ է ասել։ Բայց ճիշտ է ասված։ Չէ, ես ուղղակի վերարտադրեցի։ Բայց ձեր պարագայում ժամանակը կանգնած է։
Բրավո, ծափահարություններ։ Իսկապես բրավո, Իսկապես, այստեղ շարունակվում են մեր ուղիղ եթերի լայվի տակ բազմաթիվ մեկնաբանություններ, իհարկե, արդեն շնորհավորանքներ են։ Կապյանը հետաքրքիր մի բան է ասում, ասում է շնորհավոր ծնունդդ մայեստրո։ Թող կյանքդ լինի նույնքան ներդաշնակ, որքան ձեր ստեղծած երաժշտությունն է։ Շնորհակալություն, շատ հիանալի ցանկություն եւ առաջարկ։ Այստեղ խմիչքն էլ ասում է մեզնից Արմինե Հովսեփյանը աշխատանքային ժամին չենք խմում, բայց աշխատանքից հետո խնդրեմ, միասին կարող ենք ծննդյան տարեդարձը նաև ոգելից խմիչքով շնորհավորել։ Մարգարիտան աննով օգտատերն ասում է շատ գեղեցիկ ստեղծագործություն է եւ գեղեցիկ կատարում, Ռոբերտ Սիմոնյանն է ողջունում, ասում է շնորհավոր ձեր տարեդարձը, հարգելի մայեստրո, Էդիկ Բաբուջյանն է շնորհավորում Եվ այսպես շարունակում ենք շնորհավոր մեծ մարդ, հետո կկարդակ անպայման բոլոր այս ծննդյան շնորհավորանքները։ Հիշեցնենք ռադիոլսողներին, որ բացի որ նշում ենք այսօր մայստրոյի 88-ամյակը ծննդյան, նաև Արցախ ջազ նվագախումբն է մեր տաղավարում եւ շատ հետաքրքիր հյուրեր ունենք այսօր, այնպես որ շարունակեք գրել եւ դիտել մեզ։ Ես այսպես լսում էի կատարման ժամանակ շատ պրոֆեսիոնալ են երաժիշտները ներկայացնում եւ հետաքրքիր թիմային լավ զգացողություն նկատեցի։ Եվ բավական երիտասարդ իրար զգում։ Երաժշտական տեսանկյունից են շատ լավ իրար զգում, եւ սա բնականաբար ինձ թվում է ձեր խիստ աշխատասեր լինելու արդյունքն է։ Շատ ջղայն է մայստրոն հլա ասեք։ Մի հատ ասեք դժգոհություններ կան, ինք չի լսում։ Չէ, ասում են չէ։ Բայց պետք չի ավելի, էլի, չափ։ Հələ թող մեկը փորձի անսին։ Ոչինչ, մենք հետո ռիլ կնկարենք, այդպիսի ռիլ կա, չէ, ասում եմ ես կանկեղծանամ, բայց տնօրենս ինձ չի հեռացնի աշխատանքից, խոստանում է։ Ամենափոքրը քան տարեկան է, տեսնում այդ Թմկահարն է, հա, երևի թե։ Երևի գոր, չէ՞, տվեսա։ Քանի տարեկան է գորը։ 5։ 5։ Վաու։ Այստեղ նվագում է ինչպես պրոֆեսիոնալ, արդեն հա, տարիքով երաժիշտ։ Ես տեսնում եմ, որ միջին սերունդ, երիտասարդ, պատանի, իրար հետ լավ համերաշխ են։ Շատ լավ։ Անկամ ես եմ կողքից բանան զարմանում, որ ինչպես է որ սենց տարբեր տարիքային մեզ ունենք շատ սիրված երաժիշտ, ընկեր Համլետ Գրիգորյան, որ անընդհատ այսօր չկամ մեծ որպես ծնող հոգում է մայստրո ջան, այսպես այնպես Նվագախմբի հոգատար մարդն է։ Եվ իմիջիալոց ասեմ շատ հոյակապ պրոֆեսիոնալ երաժիշտ, որ անցել է նվագախմբերի միջով, համ Հյուսնուց հետ են նվագել, ճանապարհ է անցել։ Ճանապարհ մեծ անցել է։ Իսկ նոր որ նվագեց սոլոն, Էդուարդ Միրզոյանը ինքը Ստեփանակերտից է, մենք միասին երեխան Էդոն հալավոր փոքր էր, սաքսոֆոնը մեծ իրանից, որ բեմ էի հանում ու նվագում էր։ Ու հիմա ինքը այսպեսի շատ մեծ, ինչպես տեսակ, որ նվագում է մեր հայազգում, տենց լավ երաժիշտ։ Իրականում շատ հաճելի է լսել պրոֆեսիոնալ կատարում, որական ճշոյում է։ Էդուարդ Միրզոյան, իմ ուսուցիչը, իմ ավագ ընկերը։ Եվ բարձրագույն մարդկային ընդունակություններով օժտված անձնավորություն։ Նա շատ բաներ է ասել, որ թևավոր խոսքեր են դարձել, բայց մեկը ես հաճախ կրկնում եմ, շատերին եմ ասել։ Էդուարդ Միխայելովսն ասում էր այսպես. եթե կարող ես մեկին օգնել, օգնի։ Եթե չես կարող օգնել, էլի օգնի։ Եվ ինքը այդպես էլ վարվում էր։ Շնորհակալություն Էդուարդ Միխայելովիչ։ Մենք էլ նաև շնորհակալ ենք ձեզ, որ ձեր սրամտությամբ եւ հետաքրքիր մտքերով կիսվում եք մեզ հետ, դրանք էլ մեզ են մնում, մենք ենք փոխանցելու։ Ձեզ այդ յուրաքանչյուր հանդիպումը կարծես կյանքի մի մեծ տոն լինի։ Աննա ջան, տանն էլ է, այսպեսին մայստրոն։ Իհարկե։ Ես շատ էի սիրում անկուց պապայի հետ զրուցել, շատ, եւ ես պատկերացնում եմ ինչքան է ես իրան տանջում Պապա, իսկ ես տեզերքում այս աստղերը որտեղից են, իսկ անընդհատ հարցեր էի տալիս եւ ինքը պատասխանում էր, համբերատար պատասխանում էր։ Իսկ այդ հայրիկի զայրացած տեսել եք թե ոչ, այ զայրանում է հայրիկը տնոց։ Հաշվագյուտ, բայց տեսել եմ մեկ-մեկ
Շատ հազվագյուտ, բայց լինում էր։ Ես որքան հասկանում եմ, մայստրոն նաև այն հայրիկներից է, որ ավելի շատ ընկեր է, հա, վստահելի մարդ, ում հետ կարող ես կիսվել առանց անհանգստանալու, որ գուցե կզայրանա կամ Գիտեք, ոչ, ես այդպիսի զգացմունք երբեք չեմ ունեցել, որ ես ինչ-որ բան կասեմ եւ նա կզայրանա։ Ընդհակառակը ես այնպիսի բաներ էի անում, բայց նա չէր զայրանում։ challenge էի հայտարարել, ոնց անեք, որ զայրացնեք։ Կար տենց դեպքեր էլ կար։ Եվ նույնը չի ստացվել, փաստորեն։ Հետաքրքիր բաներից տղայիս հետ կապված, ուրեմն եթե ինչ-որ մի բան այնպես չէր անում, ես ասում էի 1 Ահա 2 արդեն 3-ը չէր թողնում ասեի, անում էր։ Ես որ այդ մի երկու անգամ էլի առիթ եղել է պատմեմ, բայց կարող է 4 հոգի կա, որ չեն լսի։ Այդ 4 հոգու համար եմ նորից ասում։ Ծխելը թողել էի։ Մի քիչ նյարդային էիք։ Ծխելը թողել էի, մի քիչ Ահա, լցվել էիք։ մի տեղ պիտի գնայինք հանդիպման։ Իմ լուսահոգի տիկինը ասեց հագնվի, այն կոստյումը հագի։ Բայց այն կոստյումը արդեն իմ վրա չի լինում։ Ասում այ այդպես ես էլի չես սիրում որ ինչ-որ գեղեցիկ բան գնացի հակա եւ շատ ծիծաղելի տեսք էր։ Ծիծաղեց ասավ լավ հանի։ Ասի չէ, ասել ես էլ պիտի հակնեմ գնանք։ Ասավ չէ փոխի, չէ պիտի հակնեմ սա ասում։ Ես նրանով եմ գալիս 1 2 տղաս վազելով եկավ ասավ Պապա ասա 3, որ իմանա ինչ ասում 3-ից հետո։ Պահեցիք ինտրիգը այդպես էլ։ Դες մազալու բաներ ա եղել։ Եվ լինում է ես կարծում եմ, որովհետև մարդու տեսակ է, երբ մարդ ապրում է հումորով, լավատես է, էներգետիկան է խաղաղ, միանշանակ իրեն ուղեկցում են նաև այդպիսի մարդիկ։ Կարող ենք չասել, որ դուք շրջապատված եք ձեզ համար կարևոր մարդիկ չկան։ Դա հենց դա նկատի ունեի։ Դա ձեզանից է գալիս նաև։ Չէ, ես արտացոլում եմ այն, ինչ նրանք են լույս արծարում։ Բայց դուք ձեզ շրջապատում եք այնպիսի մարդկանցով, որոնք ձեզ համար են ճիշտ։ Եվ այդ արտացոլանքը լինում է շատ ներդաշնակ։ Փիլիսոփայեցինք էլի։ Սենց որ գնա այնքան բաներ կասենք, մեջքս կսկսի ցավել, թևեր դուրս կգա, հետո անհարմար։ Թևերը վաղուց կային, ուղղակի դուք չեք տեսնում։ Լսենք հաջորդ։ Շարունակենք, որտեղ մեր մենակատարներին պետք է ներկայացնենք, հասցնենք, ծանոթանալ, լսել նրանց կատարումները։ Հիմա ով է շարունակում։ Հիմա կառաջարկեմ ստեղծագործությունը, որը նույնպես գրել է Մարտին Սուլանկեvici մայստրոն, բեմ հրավիրենք Արտուր Իսպիրանին եւ Աննա Վարդազարանին կատարեն Երևան երգ։ Հրաշալի։ Գնացինք։ Ծափարում ենք, այո։ Եվ հարգելի ռադիոլսողներ, դուք շարունակեք գրել մեկնաբանություններ, դրանք մեր աչքից չեն վրիպում, մենք դրանք անպայման ընթերցում ենք, շատ հաճելի է, որ այսքան ակտիվ, նաև շնորհավորական, այսպես մաղթանքներ եք հղում, հիանալի է։ Այսօր կարծես մայստրոյի ստեղծագործական առավոտն է, ոչ թե երեկո, այլ ստեղծագործական առավոտն է։ Խնդրեմ, վայելում ենք։
կանում ես կամ փորվում ես եղի վրա հայո ջախը սուրբ մի տուն է հասարապար շինարար ձերքը տամուր է ոգի տանպար քո ամրաշոքի ծանոթ է Երևան քո ոտքի աշնանքարոտ Երևան քո ծմրանոթի Այստեղ ճիշտ է գնի ասել խոսում է Երևան, այո, հին ու բարի սիրված կատարում մեր ուղիղ եթերում, բրավո։ Այս տարին մի տեսակ շատ գեղեցիկ ծնունդներով հարուստ հոբելյանական առումով շատ հագեցած տարի է հատկապես հանրային ռադիոյի համար։ Ահա, շնորհակալություն գեղեցիկ կատարման համար, իսկապես, եւ շատ ինձ ոգևորում է նաեւ մի հանգամանք, այսքան տարիների ընթացքում մենք համոզվել ենք փորձից ելնելով բնականաբար, որ երբ որակյալ երաժշտություն է մեր եթերում, պետք չի որևէ բան ասել եւ մեր ռադիոլսողները մի անգամից ակտիվանում են։ Սա խոսում է նրա մասին, որ բովանդակությունն ու որակյալը ակտուալ են։ Եվ միշտ պահանջված։ Միշտ, այո, սա մեզ ոգևորում է ամեն անգամ եւ կարծում եմ, որ այն երաժիշտները, որոնց համար առաջնայինը որակն է, իրենք նույնպես ոգևորվում են հենց դրանից, որ այդուհանդերձ ժամանակակից իրականությունում միշտ եղել է եւ լինելու է իր ուրույն տեղն է ունենալու որակը։ Համաձայն եք, մի բան ասեք։ Մայստրոն շատ խորը հոգոց քաշեց, ինչ է նշանակում։ Համաձայն չեք մայստրո ջանին հետ։ Կապված է դրա համար լրացեք։ Եկեք շարունակենք եւ նաեւ ես անհամբեր սպասում եմ տեսնել լսել նաեւ մեր երիտասարդ կատարողներին, նրանց հերթը երբ է գալու։ Մենք ուրեմն հիմա կփորձենք կատարել այսինչ կատարած երգը, որ կատարի մեր երգչուհի Ալոնա Բալոյան։ Ալոնա ջան, մոտեցեք խնդրեմ։ Բայց ծանոթանանք Ալոնայի հետ։ Էլի, խնդրեմ, մոտեցեք այնտեղ Ալոնա ջան։ Ողջույն։ Ոնց հայտնվեցիք այս գեղեցիկ կազմում։ Այդ ինչի հոգոց էր, հոգուճի չէր։ Մոտիկ այդ լավ օրը։ Ինձ զանգահարեց մեր շատ հարազատ մարդկանցից մեկը եւ ասեց, որ մայստրոյի հետ կուզենա ծանոթացնի։ Տենց մեր ընդհանուր ծանոթներից էր։ Հանդիպեցինք, զրուցեցինք ու սկսեցինք։ Ու հիմա մենք արդյունքն ենք լսելու, հա։ Դե լսենք տեսնենք։ Մի բան, շատ հաճախ խոսքերի հեղինակներին բաց են թողնում, ոնց որ հիմա եղավ։ Այս երգի խոսքերը գրել է Արամայիս Սահակյանը։ Իսկ Երևանին նվիրված խոսքերը ես էի հորինել։ Վաու, դե մենք գիտենք, որ դուք շատ տաղանդավոր մարդ եք։ Ուղղակի արդեն օգտագործեցին անգամից, ասենք, բայց Արամայիսին խորին շնորհակալությունս եւ ոչ միայն իմ կողմից շատ կոմպոզիտորներ են հետն աշխատել։ Եվ բոլորի ամեն մեկի համար յուրովի էր գրում։ Զգում էր ոճը, հա։ Այո, հրաշալի։ Եվ եղել է որ բանաստեղծության հիման վրա են գրել կոմպոզիտորները եւ եղել է որ գրել է ինքը երաժշտության հիման վրա։ Այդպիսի բաներ էլ կա, էլի։ Գիտենք որ կա, բայց հետաքրքիրը որն է ավելի դժվար։ Բանաստեղծի համար երևի ավելի դժվար է գրել երաժշտության վրա։ Իսկ հակառակը կոմպոզիտորին է ավելի հարմար, որտեղ բանաստեղծության մեջ արդեն կա երաժշտությունը։ Ուղղակի դու պիտի վերցանես դա։ Հասկացա։ Շլավ մեկնաբանություն։ Ես մենք լսում ենք Ալոնային հիմա, խնդրեմ։ Այս ինչ կատարվեց, ինչ պատահեց, աչքիս ամեն ինչ հանգած
փոխվեց այսօր արթնացա եւ ինձ թվաց ուրիշ մոլորակ ընկահանգած գունավոր դարձավ աշխարհն արավ գունավոր դարձավ մութներ խավար մեղեդի թվաց ամեն մի ծայր իսկ ձմռան մարդի մի շարվար այս հասակում մի արեկան պահեմ սրտում Օ այսպիսի երջանկություն Օ այսպիսի երջանկություն Ձեզ հետ արդյոք չի պատահում Առաջին անգամ յուր եկավ ինձ անհուն կարոտը եմ լաց թախից ասես մորացա կրկերահին նոր տեսք են ստացել շենքերահին բարեկամ ընկեր թե անծանոթ ավելի բարի դարձան ու մոտ ինձ այնպես թեթև եմ զգում հիմա որ կարծես լինեմ լուսնի վրա այս հասակում մի արեկան պահեմ սրտում Նոր հասկացա, որ իսկապես միայն փոխվել եմ Բրավո։ Բրավո, ծափարություն են հնչում։ Շնորհակալություն։ Մեկ վարքյան մայստրո, ահա, խնդրեմ։ Առաջի կատարողը եղավ վայ Ասեք լսում։ վայ թրավ Հա, դրա։ Էլվինա Մակարյանը, այո, աղջիկս հուշեց։ Ռադիոյի ձայնագրությամբ ձայնաֆոնդում կա նույնպես Զարա Տոնիկյանի հրաշալի կատարումը։ Եվ այստեղ ձեռագիրը ազդեցությունը զգացվում է դեն Զարատոնեկյանական ոճի։ Շնորհակալություն երկին կյանք տվող առաջին կատարողին եւ շարունակողներին էլ շնորհակալություն, իդեմս քեզ նույնպես շնորհակալություն։ Եվ շատ կարևոր է, որ այ կատարողը Ալոնան օգտվել հենց օրիգինալից, ի սկզբնաղբյուր ինչպես որ կատարվել է։ Մի քիչ տեմբրային նմանություն կա։ Եվ յուրօրինակ կատարում Այն անմիջականությամբ, որը կա երկի գաղափարի մեջ։ Այսինչ կատարվեց, ինչ պատահեց։ Շնորհակալություն իսկապես, շատ գեղեցիկ կատարում Եվ նաև ես ուզում եմ Այո, գաղտնիք բացեմ։ բացիր։ Աննա Վարդազարյանի կատարումը ուղղակի հրաշալի է։ Ես շատ եմ սիրում։ Է գախնի եք պահել մեզնից։ Գախնի եք պահել։ Մեզնից պահել եք Գրելի համերգներ կլինեն, համեցեք։ Հա, անպայման կասեք։ Երևան Երեզինկյանի մեր նվագախմբի հետ գելի առիթներ կլինեն։ Կոնկրետ այդ երգը չեմ լսել։ Դրա համար եմ ասում։ Այո, այս կատարը ռադիոյում մենք աշխատում ենք եթերում եւ Աննայի կատարմամբ ցավոք սրտի չենք լսել։ Աննա ջան, ինձ թվում է հայրիկն է մեղավոր։ Ինչու՞։ Ուղղակի։ Դե ընդհանրապես հայրերն են մեղավոր։ Դե դեմ է ասում։ Չէ, կենթանի համերգներին շատ է կատարվել, Հա, մենք Աննան չենք շատ է կատարել այս երգը եւ ոչ միայն այս երգը, հրաշալի կատարումներ ունի եւ ձայնագրություններ։ Գախնիկներ եք բացում այստեղ, շատ լավ է։ Իդե բրավոներ կան, բազմաթիվ գեղեցիկ մեկնաբանություններ կան on-line հարթակում։
մենք դրանք կարդում ենք, շնորհակալություն, վստահ եմ, որ հատկապես եթերից հետո մեր բոլոր հյուրերը կընթերցեն եւ շոյվեն նաեւ ձեր ջերմ խոսքերի համար, բայց քանի որ ժամանակը արագ է անցնում, մենք ընդամենը ունենք 30 րոպե, դանդաղ, բայց անցնում է 30 րոպե եկեք լսենք հաջորդ կատարումը, Հատկապես ուղիղ եթերի հատկապես ժամանակը։ մեր մենակատարները Ես ներկայանան։ կարաչարկեմ եւս մի հատ նվեր մատուցենք նվագախմբի կողմից այս անգամ Լավ։ երաժշտության տեսքով։ Այսինքն մենք քիչ կխոսենք, շատ կլսենք, էլի, այս բարակայում։ Դե շատ ստեղծագործներ են, մեզ սպասում են իրականում։ Մարտին Սլավիչ, ես ուզում ձեզ նվիրեմ նվագախմբի հետ միասին Fire Shaker ստեղծագործությունը, որը որ գրել է Maynard Ferguson-ը աշխարհահռչակ շեփորահար նվագախմբի ղեկավար եւ շատ յուրահատուկ տեղն ունեցող ջազային աշխարհում անձնարարություն։ Շնորհակալություն, հաճույքով կլսեմ։ Ձեսիդ միասին։ Միանշանակ։ Արցախ ջազ նվագախումբն է մեր ուղիղ եթերում եւ վայելում ենք հերթական ստեղծագործությունը։
Բրավո։ Արցախ ջազ նվագախումբ։ Բրավո, ինչ հետաքրքիր։ Ջանի Ֆերգյուսոնի ստեղծագործություններից էր մեր Մենարդ Ֆերգյուսոնի եւ ես կարծում եմ, որ նվագախումբը ճիշտ է զգացել։ Եվ հարց հասկանալ է, որ ղեկավարին շտոներ։ Դե հա, բնականաբար, բայց հետաքրքիր մենամարտ նկատեցի, երաժշտական մենամարտ էր, որը շքեղ էր ուղղակի, իսկապես շնորհակալություն, վայելեցինք ամեն մի նոտան։ Իհարկե կատարողականության շնորհիվ, այստեղ մենք ունենք դժգոհություն Միչայլոց on-line հարթակում Տիգրան ջան։ Ինչից են դժգոհ։ Մեր մշտական ռադիո լսող Արմինե Հովսեփյանն է գրել. նման օրերի համար վերանայեք ձեր ուղեղի Ուղեղն էլ կարող են վերանայել, թե չկա։ ուղիղ եթերի ժամանակը խնդրում ենք, բանման հաճույքը այդքան կարճ կտևի, դե իրականում ժամուկեսն այդքան էլ կարճ չի, բայց Պաստորեն ուղեղի հետ է կապված։ Իմ ուղեղի հետ է սպառակայում։ Ասեք, որ կրկնողություն կա։ Վաղ առավոտյան կրկնություն։ Եվ live-ը մնում է, կարող եք մնում է։ Անդադար կարող եք առաջ հետ, Պատտել եւ նայել։ Այո, բայց սա խոսում է նրա մասին, որ գերագույն հաճույք են ստանում մեր ռադիո լսողները, չեն ցանկանում, որ այն ավարտվի։ Մենք էլ չենք ցանկանում։ Ունի սկիզբ, Ունի ավարտ։ ունի նաև շարունակություն։ Այո, ես էլ ուզում եմ ասել, ամեն ինչի ավարտը նորի սկիզբն է, այսինքն մենք անպայման էլի կհյուրընկալենք, այնպես որ մի անհանգստացեք։ Եկեք շարունակենք, քանի այս համեղությունը չի հալչել։ Դե լավ, այդքան շոկ չի։ Ջերմ է մեր ստուդիայում, Հասցնենք մարդկային ներկայացնել ջերմություն է։ բոլոր մենակատարներին, ով է հաջորդը։ Ես կարաչարկեմ նվագել Մոտորոլեր ստեղծագործությունը, որ բարև եսեն ֆիլմից է։ Հա, բարև եսեն ֆիլմիներ եւ այստեղ ես կարծում եմ, որ քիչ մարդ կա, որ չի տեսել այդ ֆիլմը Դովլացյանի։ Սա շրջադարձային ֆիլմ եղավ հայ կինոյի համար։ Եվ բացի դրանից ներկայացվել էր Կաննի փառատոնին եւ նոմինալ որպես ոչ թե այնց ընտրելու համար եւ Դովլացյանի դերն ու նշանակությունը հայ կինոյում ես չպիտի որ գնահատեմ, բայց ես շնորհակալ եմ, որ նրա շնորհիվ ես մեծ կինոյի հետ առնչություն ունեցա։ Իմ խոնարհումն ու շնորհակալությունը Դովլացյանին։ Այնտեղ էսպես է, որ մի ժամանակն էր, հետո ժամանակը փոխվեց եւ այլ երաժշտությամբ այդ ժամանակի փոփոխությունը տրվեց, արդեն Մոտորոլերով աղջիկը գարսեր, ուղղակի պայմանական եղավ անունը, որտեվ տեսարանը Մոտորոլեր էր, այդպես մնաց անունը Մոտորոլեր։ Խնդրեմ։ Մի հանգամանք էլ ասեմ, նոտաները թողել էի Մոսկվայում, իսկ նվագախմբի նախաձեռնությամբ, Տիգրանի նախաձեռնությամբ ձայնագրությունից հանել էին, ձայնագրել էինք Մոսկվայում, հրաշալի ֆլեյտիստներ էին, երկուսն էլ մեծ թատրոնից, այնպես որ նրանց էլ շնորհակալություն եւ այլն, շնորհակալություն։ Մենք էլ ձեզ եք շնորհակալություն Ես հայտնում։ կուզեմ ավելացնել, որ Խնդրեմ, մայստրո, դուք զբաղեցրեք մինչ այս տարի լրանում է հայկական կինոյի 103 ամյակը։ Այսինքն հանրային ռադիոյից 3 տարի մեծ է։ ավելի մեծ հայկական։ Դե հա։ Շնորհի շնորհակալ։ Բայց ես կխնդրեմ ուշադրություն դարձնենք իսկապես ժամանակին, որովհետև մոտավորապես ունենք 23 րոպե եւ կխնդրեմ այս կատարումից հետո անպայման այնպես անենք, որ մենակատարները ելույթ ունենան, որ բոլորին Մենք համառորեն անդադ ուզում ենք լսել, դուք հետաձգում եք։ Գնացինք։ Խնդրեմ, մայստրոն արդեն տեղը զբաղեցել ռոյալի մոտ եւ լսենք։
Կրկին ծափարություններ են հնչում։ Եվ իհարկե բրավո, Բրավո մայստրո Մարտին Վարդազարյանին։ բրավո։ Եվ շտապենք միանգամից արդեն հաջորդ կատարումը ներկայացնենք։ Ով է հիմա ելույթ ունենալու։ Մենք հիմա նույնիսկ կատարենք ստեղծագործությունը, որ առանց երգա եւ Չենք հասցնի, եկեք ու երգերը դրանից հետո- լսենք, հետո վերջում կփակենք այդ ձեր ուզած Եկեք ստեղծագործությունը։ գործիքայինները թողնենք։ Համաձայնեք Այժմ։ ինձ հետ, որ այդպես ճիշտ է։ Մենք ունենք երեք ստեղծագործություն, հիմա կատարենք Իրենք թող երգը, կատարեն, վերջում հիշեք սա, որ դրանով Հա։ եզրափակենք ծրագիրը։ Հիմա ես դες ասեմ, Կամ մենք եթե չէ մի հատ էլ հաղորդում անենք։ Դե բան չասեցի, բայց էլի ուղիղ մենք եթեր։ համենայն դեպս եզրափակել ենք բոլոր մենակատարներով։ Հասկացա, բայց փորձենք հասցնել, էլի։ Ապրիլ երգի անունն է, որ նույնպես հեղինակը Մարտին Սովակիչն է, հիմա կատարենք այդ երգը։ Ապրիլ իմիջայից ռուսերեն իմաստով, բայց համել հայերեն կարելի է պատկերացնել։ Եվ ով է կատարում։ Կատարում է Մարիա Խանդարյան։ Вхожу в апрель, как входит в прошлое моя любовь к тебе, когда. Но ты им представь, быть добрым перестань и позволять любить себя устать. Когда с тобою мы одни, слова молчания устрани. Мы с тобой говорим, как молчим, поем теперь. Ну кто повинен, что от нас любовь уходит в разный час? Дверь в апрель распахни и уйди в апрель. А мне самой уйти немыслимо, во мне на это нету сил. Но ты меня проси, во мне меня гаси, и от себя ты сам меня спаси. Ну, кто повинен, что от нас любовь уходит в разный час? Уходи, я пойму, что шаги твои легки, весенний дождь загладит след всех радостей, тревоги, бед, и во сне прошумит о любви былой. Ну и кто повинен, что от нас любовь уходит в разный час? Уходи, я пойму, что шаги твои легки, весенний дождь загладит след всех радостей, тревоги, бед, и во
нас не прошумит о любви былой. Կրկին ծափարություններ, այս Կրկին անգամ բրավո։ Մարիա Խանդանյանի համար։ Իդեպ on-line հարթակում Աննա Ամիրխանյանն ասում է ապրես Մարիա ջան, սիրուն հիանալի կատարում։ Իսկապես շնորհակալություն ենք հայտնում։ Արթուր, այս երգի հետ կապված բան ունեիր Ես ուզում եմ նշել, որ Ահա, խոսքերի հեղինակը Ալլա Տերակոպյանն է, որի հետ համագործակցել եմ ոչ միայն ես, այլ եւ Ռոբերտ Ամիրխանյանն ունի նրա խոսքերով գրված ստեղծագործություններ, Բաբաջանյանն ունի ստեղծագործություն գրված նրա խոսքերով նույնպես եւ նրան նույնպես շնորհակալություն։ Արթուր, Եվ այս բոլոր երգերի եւ ընդհանրապես մայստրոյի բոլոր երգերը կարող են լսել armradio.archive.am մեր ոսկե Թվայնացված, լավ տարբերակ։ Անասված լավ տարբերակով օրիգինալ կատարումները։ Այնպես որ լսեք այո, այդ Եվ հնարավորությունն էլ կա։ Արտուրի մասին էլ մի բան ասեմ, խորին շնորհակալություն իրեն այդ աշխատանքի համար, որ անում է։ Այս թվայնացման գործը շատ կարևոր էր, ճիշտ է, նախաձեռնությունը եղել է ռադիոյի ղեկավարության կողմից։ Բայց նվիրումով է անում, մեծ Այո, նվիրումով։ նվիրում է եւ ներկայացնում է։ Հիանալի։ Դա էլ հրաշալի Այո։ է։ Ապրում ես Արթուր այդ արխիվի կենթանություն, արխիվին կենթանություն տալով։ Մեզ շարունակում են գրել Այո։ եւ երգչուհիներից մեկը մեր նաեւ շատ սիրելի Լուսինե Կչոզյանն է գրում բարի լույս իմ շատ սիրելի եւ հարազատ Լուսինե եւ Տիգրան ջան այսօր յուրահատուկ օր է իմ Մարտին Սոլակիչի ծննդյան օրն է մայստրո ջան շնորհավոր ձեզ ծննդյան օրը Շնորհակալություն։ բարով եք ծնվել ձեզ քաջառողջություն եմ ցանկանում ձեզ շատ եմ սիրում եւ ամուր գրկում Լուսինեն է գրում Մենք էլ ենք ձեզ շատ Շնորհակալություն, սիրում, Լուսինե։ ասեմ ձեզ։ Ես Կչոզյան չեմ, բայց էլի ձեզ շատ եմ սիրում։ Լուսինե եմ կարևոր է, էլի։ Հա։ Հաջորդիվ ինչ լսենք, եկեք այն ձեր առաջարկած ստեղծագործությունը հիմա լսենք։ Հիմա կլսենք առանց անունը, որ տենց է կոչվում առանց անուն ստեղծագործությունը, եւս Մարտին Սուլակիչի։ Այդ գործը որ ստեղծվեց, ես անուն չկարողացա գտնել, Ու տենց էլ որ Այդպես էլ ասեցի, մնաց։ առանց անուն։ վերջ մնաց։ Ամեն երբ որ ուրիշ տեղեր էլ մեր նվագախմբով Երզանկյանի ղեկավարությամբ որ նվագում եմ, ասում եմ մեկը տասեք էլի անուն։ Չասեցին, իրեն տենց էլ մնաց, առանց անուն։ Առանց անուն։ Դե ուրեմն այդպես էր ճակատագիրը։
Բրավո, կրկին ծափահարություններ։ Վիրտուալ տարբերակով նաև մեզ մոտ Այո։ տաղավարում։ Դե ինչ ճշտենք երևի թե հիմա Տիգրանից։ Ճշտենք։ Մեզ մնաց քանի երգ, քանի գործ։ Մենք ունենք երկու ստեղծագործություն, բայց եթե ժամանակը սեղմում է, կարող ենք մեկով էլ ես հրափակվել։ Ինձ թվում է մենք չենք հասցնի երկուսը լսել, երևի բայց թե լսենք այսպես եզրափակիչ։ անենք, եզրափակիչ Շատ ստեղծագործություն լավ։ լսենք, վերջում կհասկանանք, Լավ։ կարողանում ենք եւս մեկը ներկայացնել թե ոչ, կարևորը առաջ բերենք, որ Այո։ դուրս չմնա հանկարծ, եւ իհարկե որքան հասկանում եմ Բոլորն են։ բոլորն են, հա, Այո, երեքելու։ բոլորը երկելու են եւ երկ կոչվի Սա Երևանն է։ Ահա, այստեղ մենք տանենք, Այ չէ՞։ Չէ։ Յուրի Սահակյանի խոսքերով է։ Ահա։ Եկեք ներկայացնենք բոլոր մենակատարներին, ովքեր այսօր մեզ մոտ տաղավարում են։ Մարիա Խանդարյան, Մարիա Խանդանյան։ Ալոնա Բաղոյան, Մերի Իսմայլյան, Մարատ Բալայան, Գոր Հայրապետյան։ Խնդրեմ, համեցեք։ Ծափերով դիմավորենք բոլորը։ Արթուր Իսպիրյան։ Ահա։ Իսպիրյան, որ մենակատարը եւ Աննա Վարդազարյան։ Իմիջայլոց սա իմ ամենասիրելի Երևանյան երգն է եւ ամեն անգամ Կասկադի աստիճաններով իջնելուց այս երգն եմ երգում։ Ուրիշ երգ Վայ, Երևանի հանդիպենք մի օր քեզ այդ աստիճաններից իջնելուց, տեսնենք ինչ ես երգում, հետաքրքիր է։ Որտեւ Արարատը երևում է։ Համեցեք, խնդրեմ։ Լույսն ամեն օր Արարատից ցած է իջնում նոյամբեր որպեսի մութը պարատվի եւ արևը ժպտամեր դռները որ բացվեն զվար մարդիկ ելնեն տներից որ փողոցները արթնանան, սնծանորից ու Բարև քույրիկ, բարև եղբայր, բարև փոքրիկ անծանոթ, ձեզ բարի լույս, բարի ճամփա, ձեզ բարի լույս, բարի ճամփա, բարի բախտ ու բարի օր։ Քաղաքը այս քաղաքն է մեր, ուր էլ որ հայը լինի, ուր էլ լինենք նրան ենք մենք, ուր էլ լինենք նրան ենք մենք, վտակների պես գնի։ Սա Երևանն է, Եվ ֆինալային ծափարությունները։ Ծափահարություններ, Բրավո։ շնորհակալ ենք բոլորիդ, շնորհակալություն։
Շնորհակալ Մայստրո, ենք։ շնորհակալություն, որ այսօր ձեր տոնն էր եւ ձեր ծննդյան Մեր եթերը տարեդարձով նույնպես տոն մեր տոն դարձրեցիք։ դարձրեցիք, այո, շնորհակալություն։ Շնորհակալ ենք եք բոլորին, մենակատարներին, Արցախ Անչափ։ Ջազ նվագախմբին, պարոն Լալայանի գլխավորությամբ եւ իհարկե մեր ունկնդիրներին։ Շնորհակալ ենք։ Այո, շնորհակալ ենք, որ յուրաքանչյուր առավոտ մեզ հետ եք հարգելի ռադիո լսողներ։ Շարունակեք հետևել հանրային ռադիոյի աշխատանքներին, մայստրոին եւս Այո, մեկ անգամ ծափահարում ասում ենք ենք եւս մեկ ծնունդը անգամ։ շնորհավոր եւ իհարկե բուրն ծափահարություններ նաեւ բենդին։ Շնորհակալ ենք, կհանդիպենք։